Եթե Հայաստանի անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, բնականաբար հանրության հետ կկիսվենք։ Եթե ունենանք որևէ ինֆորմացիա, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին, նույնպես հանրության հետ կկիսվենք։ Անվտանգության խորհրդի քարտուղարի պատասխանն է՝ կա արդյոք պատերազմի վտանգ հարցին։ Գրիգորյանը հիշեցրել է, Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը։ Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր սահմանադրության տեքստի մշակման վրա։ Նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության փոխնախարարն է հայտնել. Հայաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները խաղաղ բնույթ են կրում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալի հայտարարությունն է։ Իրանի և Հայաստանի սահմանային տարածքներում որևէ վտանգ չկա։ Դա արվում է մարտական ուժերի պատրաստվածությունը բարձրացնելու, ահաբեկչության դեմ պայքարելու և կայուն խաղաղություն պահպանելու համար։ Բաքուն այսօր առավոտյան հայկական կողմին մեղադրել է Տավուշի շրջանի դիրքերից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, նշելով, որ իրենք էլ համարժեք քայլեր են ձեռնարկել։ Պաշտոնական Երևանը հերքել է Բաքվի հաղորդումը, թե իբր ապրիլի 9-ին ժամը 23:50-ի սահմաններում սուս ստորաբաժանումները կրակել են սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։